տոկոսադրույքը, որը գովազդում են ֆինանսական կազմակերպությունները, կարող է տարբեր լինել նրանից, ինչ դուք իրականում վճարում եք վարկի դիմաց։ Պատճառը անվանական և փաստացի տոկոսադրույքների տարբերությունն է։ Անվանական տոկոսադրույքն այն է, ինչի հիման վրա հաշվարկվում են վարկի դիմաց վճարվող տոկոսագումարները։ Մինչդեռ փաստացի տոկոսադրույքը, ինչպես հուշում է դրա անունը, ցույց է տալիս վարկի իրական գինը, և իր մեջ կարող է ներառել նաև այլ կողմնակի վճարները, օրինակ սպասարկման վճարները։ Դիտարկենք այսպիսի մի իրավիճակ։ Առաջին ֆինանսական կազմակերպությունը առաջարկում է վարկ տարեկան 15% տոկոսադրույքով, սակայն ունի նաև կողմնակի վճարներ, ինչի արդյունքում փաստացի տոկոսադրույքը կազմում է 20%։ Երկրորդ ֆինանսական կազմակերպությունը առաջարկում է վարկ տարեկան 18%-ով և չունի այլ կողմնակի վճարներ։ Այս օրինակում ճիշտ կլինի ընտրել երկրորդ տարբերակը։ Այնպես որ, իրական կյանքում էլ վարկերի միջև ընտրություն կատարելիս առաջնորդվեք փաստացի տոկոսադրույքները համեմատելու սկզբունքով։ Ֆինանսական աշխարհում տարբերում են պարզ և բարդ տոկոսները։ Պարզի դեպքում տոկոսագումար հաշվարկվում է միայն ներդրված մայր գումարի համար։ Դիցուք դուք ներդրել եք ավանդ 100,000 դրամ գումարի չափով, 2 տարի ժամկետով և տարեկան 10% տոկոսադրույքով։ 2 տարի անց դուք կստանաք 120,000 դրամ։ Մինչդեռ բարդ տոկոսի դեպքում դուք հնարավորություն ունեք եկամուտ ստանալ արդեն իսկ կուտակված տոկոսագումարներից։ Եվ եթե բերված օրինակում կիրառվեր բարդ տոկոսը, դուք 2 տարի անց կստանայիք 121,000 դրամ։ Քանի որ երկրորդ տարում 10%-ը կաշխատեր ոչ միայն ի սկզբանե ներդրված 100,000 դրամի, այլ նաև առաջին տարում վաստակած 10,000 դրամի վրա։ Տոկոսադրույքի գաղափարը հասկանալը ձեզ կօգնի գրագետ ֆինանսական որոշումներ կայացնել և առավելագույնի հասցնել ֆինանսական եկամուտները։